Ողջույն բոլորին, շատ ուրախ եմ, որ միացաք իմ ալիքին։ Այսօր միասին կքննարկենք եւ կխոսենք կալցիումի եւ K2-ի մասին։ Մեր ֆիրման բազմատեսակ վիտամիններ, բադեր, սմուզիներ, կոկտեյլներ, ապուրներ, սուրճեր, բազմատեսակ սննդային հավելումներ ունի, կենսակտիվ սննդային հավելումներ ունի, որը նախատեսված է մեր առողջության, երկարակեցության, գեղեցկության համար։ Այսօր կխոսենք կալցիումի օգտակար հատկությունների մասին եւ K2-ի մասին։ Կալցիում եւ K2 ինքը իր մեջ ներառում է 60 պատիճ, 580 միլիգրամ է, արտիկուլը 15761։ Այստեղ խնդրեմ իր բաղադրությունը ասեմ, իր մեջ ներառում է կալցիում 320 միլիգրամ, վիտամին K2 96 միլիգրամ։ Ինչու է մեզ անհրաժեշտ կալցիումը, նախ ասեմ, որ ես կալցիումը արդեն խմում 3-րդ անգամ, սիրելիներս, այո, 3-րդ անգամ, ու ասեմ, որ ես ինչը իմ հետ կատարվել է, ես այդ կասեմ, չեմ չափազանցնի, ձեզ չեմ խաբի, ձեզ չեմ ասի, որ շատ լավն է, շատ վատն է, ձեզ չեմ շահագրգռի, որ դուք գնեք, ոչ, ձեզ կասեմ իրականությունը, ինչը որ ես եմ ստացել իմ տպավորությունները։ Ես առաջի անգամ, երբ որ գնեցի կալցիում, ունեի առաջինը 3 պատճառ ունեի։ Առաջինը ունեի վատ եղունգներ, ահավոր վատ եղունգներ, երկրորդ ահավոր վատ մազաթափություն եւ երրորդ մեջքի գոտկային, ստորին գոտկային հատվածի մեջքի ցավն էի։ Առաջի անգամ, որ ես խմեցի, իր մեջ ներառում է 60 պատիճ, ես 30 պատիճը որ խմեցի, սիրելիներս, անմիջապես ես փոփոխություն զգացի, սկսեցին մազերս քիչ թափվել, սկսեցին եղունգներս նորմալ աճել, խնդրեմ, նորմալ աճել եղունգներս, ու ամենակարևորը, սկսեց մեջքիս ցավը քչանալ, այսինքն հիմա, որ ես խմում եմ այս 3-րդ տուփը, իմ մեջքի ցավը անհետացել է, այսպես ճակերտավոր ասած, անհետացել է։ Ես առավոտյան արթնանում եմ մեծ ուժով, առավոտյան ես արթնանում եմ մեծ ցանկությամբ, որ հիշում եմ ինչպես էի արթնանում առավոտյան մեջքից իմ ցավից, ահավոր էր, աճարային հյուսվածքի ցավ ունեի, այդ ահավոր էր, իմ ծննդաբերությունս եղել է կեսարյան հատումով եւ կեսարյան հատումից հետո ես ունեցել եմ մեջքի ցավ։ Մեջքի ահավոր ցավ եմ ունեցել ու դա ինձ խանգարում է երկրորդ երեխան ունենալու դեպքում։ Ես որոշեցի, որ գնեմ, այսպես ասած, ռիսկով գնեմ կալցիում ու K2։ Կալցիումը օգնեց եղունգներիս, մազաթափությանս եւ իմ մեջքի ցավին, իսկ K2-ը, ասեմ չեք հավատա, K2-ն էլ օգնեց իմ օրգանիզմի ընդհանուր մաքրման պրոցեսին։ K2-ը մասնակցեց իմ նյութափոխանակության պրոցեսին, մասնակցեց թունավոր նյութերի դուրս մղմանը օրգանիզմից, մաքրեց աղիներս, ես կանոնավոր կերպով գնում եմ օրը 2 անգամ զուգարան, այսպես կոպիտ ասած, ես ունեի փոշկապություն, ու այդ փոշկապության դեմ օգնեց K2-ը, իմ օրգանիզմս մաքրեց թունավոր նյութերից։ Սիրելիներս, ես ոչ մի գովազդային բաներ չեմ ասում, ես ոչ մի դեղորայք չեմ գովազդում, ես ուղղակի ասում եմ այն, ինչ իմ հետ կատարվել է, այն, ինչը ես եմ զգացել։ Ես օգտագործեցի, անկեղծ ասած, ես օգտագործեցի, այսինքն իմ ովքեր որ բաժանորդագրված են, տեսել են, որ իմ տեսանյութերի ցանկում ես մի դեղորայք է տեսանյութ հրապարակել, այնտեղ այդ դեղորայքը ես օգտագործել եմ մազաթափության եւ եղունգներիս համար։ Հատուկ նախատեսված էր մազաթափության եւ եղունգների կոտրատման համար։ Ես այդ դեղորայքը կեսը խմեցի եւ ինձ մոտ տվեց հակառակ էֆեկտը։ Հակառակ էֆեկտ տվեց իմ մոտ այդ դեղորայքը։ Մի խոսքով չեմ խոսելու այդ դեղորայքի մասին, ես դեղորայքի կեսը թափել եմ, որովհետև ես ահավոր վատ էի զգում, ահավոր փորկապություն, ահավոր մազաթափություն ու եղունգներս ահավոր վիճակի։ Մի խոսքով կատաստրոֆա։ Դրանից հետո սկսեցի նորից օգտագործել կալցիում ու K2։ Սա իմ արդեն 3-րդ տուփն է, որ ես օգտագործել եմ ու շատ գոհ եմ, աղջիկներ ջան, շատ գոհ եմ, շատ։ Մեջքի ցավ չունեմ, ընդհանրապես չունեմ։ Մազաթափությունս վերացել է, իսկ եղունգներիս մասին ընդհանրապես չեմ խոսում, որովհետև եղունգներս շատ ահավոր կարգին վիճակի են, ես բացի դեղորայք ընդունելուց եղունգներս
եղունգներիս համար օգտագործում եմ եղունգների համար նախատեսված կաթիկ, կալցիումով եւ կոլագենով հարուստ։ Անցած տեսանյութում ես, չգիտեմ ովքեր որ տեսել են, նկատած կլինեմ, որ պատվիրել էի անցած տեսանյութում, պատվիրել էի այդ կաթիկը, շատ լավ աստեցիցիան թողեցի միջալից, ասեմ, կպատվիրեմ երկրորդ անգամ, բայց եթե հնարավորություն լինի, կալցիումը նորից կպատվիրեմ։ Բայց սիրելիներս, ասեմ, որ ցանկացած դեղորայք ընդմիջում տվեք 1 ամիս։ 1 ամիս հետո օգտագործեք 1 այլ դեղորայք։ Այնտեղ դեղորայքներ մենք ունենք, կահեր ունենք, վիտամիններ, բադեր, մենք այնտեղ շատ վիտամիններ ու իմունիտետի համար նախատեսված օշարակներ, մարմելադներ, մի խոսքով ամեն ինչ ունենք, որը որ դեղորայքներ կան, որ իրար հետ չեն համընկնում, այսպես ասած։ Ընդմիջում տվեք 1 ամիս, 1 ամիս հետ օգտագործեք օրինակ վիտամին B կոմպլեքս կամ վիտամին C ցինկով, դեղեր կան, որ պետք չէ իրար խառնել։ Իսկ դեղեր կան, որ իրար հետ շատ լավ է համապատասխանում։ Մի խոսքով շատ ուրախ եմ, որ մնացիք իմ հետ։ Այսօր կարճ խոսեցինք, եթե ես խոսեմ ամբողջ օրը չի բավականացնի կալցիումի մասին, որովհետև շոտ հիանալի իմ ֆավորիտն է դարել դեղորայքի բադերից, իմ ֆավորիտն է դարել մեր ֆիրմայի մեջ։ Ես նաև ուզում եմ ասել, որ նորից երևի պատվիրեմ կամ չպատվիրեմ, չգիտեմ, կալցիումելի կպատվիրեմ թե չէ, ուզում եմ այս անգամ պատվիրեմ B կոմպլեքս համակարգ։ B կոմպլեքսը շատ լավ ազդում է նյարդային համակարգի վրա, շատ լավ ազդում է մազերի աճի վրա, մի խոսքով B կոմպլեքս։ Սիրելիներ, շատ ուրախ եմ, որ մնացիք իմ հետ։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ իմ տեսանյութում, ես էլի պատվերներ ունեմ, Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ էլի եմ ուզում տղամարդու բյութի բոքս հավաքեմ, մի խոսքով դա էլ կնկարեմ, դա էլ կտեղադրեմ, կքննարկեմ, մի խոսքով ձեզ, ովքեր որ բաժանորդագրված են, տարածեք ընկերներին, կիսվեք ընկերների հետ, ովքեր որ նոր են դիտում, խնդրում եմ սեղմեք զանգակի կոճակը, որովհետև ես շատ հետաքրքիր տեսանյութեր եմ պատրաստել ձեզ համար։ Այսօր այսքանը, եղեք առողջ եւ միշտ շփտացեք։